Այսօր հեռուստադիտողները զարմանքով նկատեցին, որ իրենց կողմից սիրելի սերիալը «Ծով աչքերի պատճառովը» չցուցադրվեց Armenia հեռուստաընկերությամբ նախատեսված ժամին։ Ինչպես հայտնի է, սերիալը նախ ցուցադրվում է Armenia TV-ով, ապա միայն դրանից հետո հայտնվում YouTube հարթակում բացառապես պաշտոնական ալիքի միջոցով։ Սակայն այս անգամ ծրագրային փոփոխությունների պատճառով սերիալը եթերում չէր։ Այդ ժամանակահատվածում հեռուստաալիքում հեռարձակվում էր հատուկ հաղորդում, որը պահանջել է սերիալի եթերի ժամանակահատվածը։ Նման դեպքերում հաճախ լինում են, հատկապես երբ հեռուստաընկերությունն ունի արտահայտ ծրագրեր կապված պետական տոների, հատուկ նախագծերի կամ ուղիղ հեռարձակումների հետ, լինում են դեպքեր նաև ֆուտբոլային հաղորդումների հետ կապված։ Բարեբախտաբար «Ծով աչքերի պատճառովի» սիրահարները երկար չեն սպասի։ Ամենայն հավանականությամբ սերիալի հերթական սերիան կհեռարձակվի վաղը նույն ժամին և հետո հասանելի կլինի նաև YouTube-ում։ Հեռուստադիտողներին խորհուրդ է տրվում հետևել Armenia TV-ի պաշտոնական հայտարարություններին և սոցիալական էջերին նման փոփոխությունների մասին ժամանակին տեղեկանալու համար։ Սերիալը շարունակվում է մեծ հետաքրքրությամբ և հանդիսատեսը դեռ շատ անակնկալների ականատես է լինելու։ Այնպես որ մնացեք մեզ հետ ու միասին կբացահայտենք, թե ինչ է սպասվում սերիալի հաջորդ սերիաներում և արդյոք հեռուստասերիալում նոր դերասաններ հայտնվելու են, թե ոչ։ Արդեն մեկ դերասանի մասին խոսել ենք, բայց էլի անակնկալներ են սպասվում հեռուստադիտողների համար։ Հեռուստադիտողների համար հաճելի անակնկալ էր Հարութ Արշակյանի ներգրավումը հեռուստասերիալում «Ով մարմնավորում է Արամին»։ Հեռուստադիտողների մեծ մասը հույս ունի, որ Արամն ու Ռեբեկան միասին են լինելու և վերջապես Ռեբեկան լինելու է երջանիկ։ Եվ իհարկե երջանիկ են լինելու Արմանն ու Էլկան, Գոռն ու Սառան, չնայած նրանց դեռ բավականին բարդ ու երկար ճանապարհ է սպասվում։ Արմանի հայրն ամեն ինչ խոստովանեց և ասաց, որ Արմանը ոչ մի կապ չունի Միսակի սպանության հետ։ Սակայն այդքան հեշտ չէ համոզել ոստիկաններին, քննիչներին, թե ինչու էր Արմանը հայտնվել Միսակի մոտ և հեռացել, ոչ մեկի չտեղեկացնելով, որ այնտեղ տեսել է Միսակի դին։ Սակայն այս ամենով այս պատմությունը դեռ չի ավարտվում։ Դեռ քննիչները պարզելու են, որ ոստիկանություն զանգահարել է կին, և այդ կինը Դիանան է։ Դիանայի հետքի վրա հետաքրքիր բացահայտումներ են անելու քննիչները և վերջապես բացահայտվելու է, թե ով է մեղավոր Էմիլի սպանության մեջ։ Չէ՞ որ հեռուստադիտողները հարցնում են, թե ինչ եղավ այդ պատմության հետ և ինչու կոծկվեց և որևէ մեկը պատասխան չտվեց։ Իսկ այդ պատասխանները հեռուստադիտողների համար պարզ կլինի շատ շուտով, քանի որ Ելենա Արշակյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իր վերջին սերիալները հիմնականում 130 սերիայից են բաղկացած լինելու, իսկ դա նշանակում է, որ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալը դանդաղորեն մոտենում է իր ավարտին, իսկ ավարտը լինելու է անսպասելի հեռուստադիտողների համար, ինչպես մյուս սերիալների դեպքում։ Սառայի ու Գոռի սիրուն դեռ շատ փորձություններ է սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալի ամենահետաքրքիր դրվագները, նաև տեղեկանանք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր նախագծեր են սպասվում տարբեր հեռուստաալիքներով, այնպես որ միացեք մեր ալիքին, չմոռանաք նաև գրել ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, գրել նաև, թե որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Իսկ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալի հերթական սերիան կարող եք դիտել վաղը նույն ժամին։ Իսկ վաղը ձեզ սպասվում է հետաքրքիր բացահայտումներ։ Ինչ է սպասվում Սարոյանին։ Չէ՞ որ Սարոյանն այսքան տարիներ եղել է ընտանիքի գլուխը և նաև որոշումներ կայացրել, սակայն երբեմն սխալվել է իր որոշումների արդյունքում։ Արդյոք նա ներողություն կխնդրի իր ընտանիքի անդամներից։ Ճիշտ է, նա իր ընտանիքին պաշտպանելու համար է այդ բոլոր զոհողություններին ու սխալ որոշումներին գնացել, սակայն յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր արածների համար։ Հեռուստադիտողների մեծ մասին հետաքրքրում է, թե արդյոք Հայկը վերջին սերիաներում հայտնվելու է, թե ոչ։ Քանի որ բոլորը երջանիկ են լինելու, հեռուստադիտողները ցանկանում են նաև Նարինեին երջանիկ տեսնել, իսկ դա նշանակում է, որ Հայկը հայտնվելու է։ Նման կասկածներ ունեն շատ հեռուստադիտողներ։ Արդյոք դա տեղի կունենա, թե ոչ, ցույց կտա ժամանակը։
Գոռը հավանաբար բացահայտելու է ևս մեկ սարսափելի բան. հնարավոր է Դիանան արդեն ոչնչացրել է բոլոր այն կասկածելի մարդկանց, ովքեր կարող էին նշել, թե ով է կազմակերպել հյուրանոցում Սարայի ու Սարգիսի հանդիպումը: Հավանաբար Սարգիսն արդեն ողջերի շարքում չէ և այդ ամենում իր մեղքի բաժինն ունի բնականաբար Դիանան: Այդ պատճառով էլ Սարգիսը վերջին սերիաներում ոչ գալիս, ոչ հետևում է Դիանային, իսկ ուր է կորել նա, գիտի միայն Դիանան: Դե ինչ, մնացեք մեզ հետ, բացահայտենք միասին ու սպասեք վաղվա սերիային, որը լինելու է էլ ավելի դիտարժան ու էլ ավելի հետաքրքիր բացահայտումներով լի: Սպասում եք նոր սերիային, գրեք այդ մասին: